Վերջին զանգ հեռուստասերիալում Լիլիթը կարծես դեռ չի պատրաստվում կանգ առնել։ Նա շարունակում է խաղալ բոլորի էմոցիաների հետ, այս անգամ թիրախում ունենալով իր իսկ հարազատ որդուն։ Արամը մոր ազդեցությամբ գալիս է Հենրիի վրա թափելով իր ամբողջ զայրույթը, սակայն Հենրին չի վախենում ճշմարտությունից։ Նա հստակ ասում է, որ Լիլիթը փորձել է խեղդել իր մորը Աննային, և ինքը պարզապես ստիպված է եղել դուրս հանել նրան հիվանդասենյակից, թեկուզ և կոպիտ ձևով։ Արամը շփոթվում է, նա խայտառակված դուրս է գալիս հիվանդանոցից, սակայն սա դեռ սկիզբն է։ Շուտով Լիլիթը, չկարողանալով զսպել իր ատելությունն ու ցասումը, պատրաստվում է Հենրիին ասել ամենասարսափելին, որ Աննան նրա կենսաբանական մայրը չէ։ Աննան, ով արդեն հյուծված է ստերից, դավաճանություններից ու անընդհատ հարձակման տակ լինելուց, վախենում է միայն մի բանից, որ Լիլիթը կհասնի Հենրիին։ Միայն այդ բացահայտումն է մնացել, որը դեռ պահվում է ու որի հետևանքները անկանխատեսելի են։ Բայց միայն Լիլիթը չէ Աննայի վախի աղբյուրը։ Ավելի մեծ ու իրական սպառնալիք է հենց իր ամուսինը՝ Միքոն։ Նրա սպառնալիքները խլել երեխային ծնվելուց հետո ու սպանել թե Աննային, թե Սոսին դառնում են ճնշող իրականություն։ Աննան ստիպված հետ է վերադառնում տուն Միքոյի մոտ, վախենալով, որ Միքոն կկատարի իր խոստումը։ Ոչ թե սիրո պատճառով, այլ վախի, Հենրիի ու Ֆայնայի անվտանգության համար է Աննան գնում այս քայլին։ Մայրական բնազդն այս անգամ հաղթում է հպարտությանը։ Իսկ մինչ այդ Աննան այցելում է Աննետին ու Բագրատին, իր կյանքի ամենամեծ դավաճաններին։ Այն մարդկանց, որոնց հետ ապրել է 25 տարի, կիսել ամեն բան, ու ովքեր այդ ամբողջ ընթացքում թաքցրել են ճշմարտությունը։ Աննան ուղիղ ասում է. «Ես այլևս ընտանիք չունեմ»։ Անետը փորձում է ծնկաչոք ներողություն խնդրել, սակայն Աննան նրան այդ հնարավորությունը չի տալիս։ Եվ այսպես, Միքոյից վախենալով, Աննան վերադառնում է տուն, դեպի իր անազատությունը, դեպի մի տարածք, որտեղ իրեն պաշտպանում է միայն մայրական սերը, դեռ չծնված երեխայի հանդեպ։ Իսկ Միքոն իրեն հաղթածի տեղ դրած դեռ չի հասկանում, որ այս պայքարում երբեք չի կարող հաղթել սրտի ու ճշմարտության դեմ։ Այդ ընթացքում Անգելինան դիմում է Հենրիին, խնդրելով իրեն ծանոթացնել այն կնոջ հետ, ով երեխա է ունեցել նրանից։ Նա ուզում է մեկ բան՝ գնալ ու ասել այդ կնոջը, որ Հենրի կճանաչի երեխային, բայց երբեք չի լինի նրա հետ, որովհետև սիրում է միայն Անգելինային։ Սերն Անգելինայի ու Հենրիի միջև դեռ չմարած կայծ է, ամբողջ կեղծիքի, տառապանքի ու մոլորության միջով անցած մի իրականություն, որից Հենրին դեռ փորձում է փախչել, բայց որի դեմ նա անզոր է։ Հարգելի հետևորդներ, ձեր կարծիքով այսուհետ Միքոն ինչպես կփորձի կանխել Աննայի ու Սոսի հանդիպումը։ Արդյոք տնային կալանքի տակ կպահի Աննային և թույլ չի տա, որպեսզի նա դուրս գա տանից, թե կդիմի այլ միջոցների։ Գրեք մեկնաբանություն։ Եկել ենք նկարահանման։ Չէ, ձերցրով։ Իհարկե։ Վաղուց չկային։ Բա։ Նենց որ Դիտեք մեզ։ Համարը թե մոռացան մեզ։ Չէ, որ մոռանալ։ Մեզ մոռանալ չի լինի ձերցրով։ Քանի որ առաջին ստորիում մեր ընտանիքը կիսատ էր, մեր մայրը բունտ էր։ Անում ասում էր ուր եք առանց ինձ նկարվել։ Հիմա մենք ամբողջ համալրված ընտանիքով մեր հետևորդներին պաչիկներ ենք ուղարկում։ Վերջ, մենք ամբողջ ընտանիքով ենք այսօր։ Այո, միշտ լինելու։ Այո։ Երեխեք ջան, քանի որ Հենրին եւ Անգելինան բաժանվեցին, վերջնականապես դեռ չեն կարող միասին լինել։ Յանան ոնց որ էլի գործի անցել։ Ուզեք չուզեք։ Գործն էլ է դա։ Հիմա ինչ անեմ։ Տենց ասում եք հալալի հետ լավ զույգ ես, բայց մի խոսքով դες շատ հետաքրքիր սերիաներ են սպասվում, այնպես որ մնացեք մեզ հետ։ Նկարահանման ենք ընկերներ։ Չեչեդեկա կարող զանգալ ես պատասխան։ Գաս է մեզ։ Քիչ էի կոմը, բայց կա։ Ինչ։ Այ։ Ոնց
ստացվել։ Մի հատ կտրի ուտենք տեսնենք համով, հա։ Տեսքի նման։ Լավ, Արտս մի կադր է։ Ըննենք լավ կտրվեց, ըննենք սիրուն։ Այ երևա որ թարմա, թե չէ։ Հարմա բայ։ Հա, թարմա։ Որ սրամշեսը Կասկածում եք, երեխեք։ Վերջին զանգ հերոստասերիալին չէի սպասում։ Համեցեք։ Վերջել ենք ռում տուր անենք։ Այո, իմ սենյակը ձեզ ցույց տամ։ Ինչ գաղտնիքներ կան, որ կադրով չի երևում։ Սկսած սցենարներս է, ավակի տան համար այսօր այսքան տեսարաններ ունենք նկարվելու։ Դժվար։ Ստեղ իմ շորերն են, հիմա պիտի փոխվեմ, որպեսզի տեսարանը նկարենք այդ շորերով։ Ցույց տամ ամենակարևոր պինգվինը, որ տեսարանով մենք դեն ենք նետել, հիշում եք։ Բայց ստեղը ամեն անգամ նկարելուց հանում ենք կադրից, որ դուք չտեսնեք։ Տինում եմ գրիմ, սա մեր ռեժիսորսկի սցենարն է, Գայուսի։ Ստեղ ունեմ իմ գրիմի բարագաները։ Այստեղ մենք ունենք եւս մեկ գաղտնի սենյակ, որ դուք երբեք չեք տեսել։ Լոգարանն է։ Սպահարանում ինչ ունես։ Սպահարանում ոչինչ չունեմ։ Ինչի՞ միշտ դասը բացում եմ ինչ-որ բան եմ անում, ինչ վարից ոչ մի բան։ Իսկ բաց պատշգամբում։ Պատշգամբում ունենք, այսպես եմ սիրում հատվածում ենք, ես շատ եմ սիրում նկարվել ստեղ։ Բացիլը, բացի ասում եմ, աստորեն դու ես հորես գլուխի կերել, ասում բացի։ Բարև բոլորին, Աննա ջան, շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ անպայման պետք է ձեզ տեղյակ պահեմ Հայաստանը 7 օրով լքելու դեպքում։ Հետևորդներ ջան, դուք էլ շարունակեք նայել վերջին զանգը հեռուստասերիալը, լիքը լավ զարգացումներ է սպասվում։ Ժողովուրդ ջան, այսօր էլ այս տեսքով եմ նայեք։ Այս սերիալում կամ ես եմ տպում։ Եկել ենք նկարահանման։ Չէ, ձեզրով։ Իհարկե։ Վաղուց չկային։ Բա։ Նենց որ Դիտեք մեզ։ համարը թե մոռացան մեզ։ Չէ, որ մոռանա։ Մեզ մոռանալ չի լինի, ձեզրով։ Քանի որ առաջին ստորիում մեր ընտանիքը կիսատ էր, մեր մայրը բունտ էր։ Անում ես մեր ուր եք առանց ինձ նկարվել։ Հիմա մենք ամբողջ համալրված ընտանիքով մեր հետևորդներին պաչիկներ ենք ուղարկում։ Վերջ, մենք ամբողջ ընտանիքով ենք այսօր։ Այո, ու միշտ լինելու։ Այո։ Երեխեք ջան, քանի որ Հենրին եւ Անգելինան բաժանվեցին, վերջնականապես դեռ չեն կարող միասին լինել։ Յանան ոնց որ էլի գործի անցել։ Ուզեք չուզեք։ Գործն էլ է դա։ Հիմա ինչ անեմ։ Տենց ասում եք հալալի հետ լավ զույգ ես, բայց